Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքները Պոլիտիկեմի YouTube-յան ալիքի եթերում։ Այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է, գուցե նաև տարվա վերջին աշխատանքային օրը, եւ մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Մինչև մամուլի հրապարակումներին անցնելը, ասեմ, որ դուք կարող եք շարունակել Patreon-ով աջակցել մեր աշխատանքներին։ Patreon-ի հղումը կա տեսանյութի ներքևում եւ QR կոդը էկրաններին եք տեսնում ձեր 3-ից մինչև $10 աջակցությամբ, ամսական աջակցությամբ կարող եք օգնել մեր աշխատանքներին, ինչի համար շնորհակալ ենք ձեզ, այս պայն քաղաքացիներ կան, ովքեր միացել են եւ նրանց եւս շնորհակալ ենք։ Ուրեմն ժողովուրդ օրաթերթը գրում է. Խորհրդային տարիներից սկսած եւ 2 տարի առաջ մեծ խոստումներով վերսկսած կապսի ջրամբարի շինարարությունը փաստացի ձախողման եզրին է։ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել։ Չինական կապալռոյի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման, ինչպես նաև պատվիրատու կառույցների ոչ բավարար վերահսկողության արդյունքում շինարարական աշխատանքները կասեցվել են։ Իսկ ծրագրի իրականացումը լրջորեն հետ է ընկել նախատեսված ժամանակացույցից։ Այս պահին իրականացված է աշխատանքների ընդամենը 11-15%-ը։ Այն դեպքում, երբ միջազգային մրցույթը շահած չինական Shanxi Construction Investment Group-ը պարտավոր էր առաջին փուլն ավարտել 34 ամսում, այսինքն 2026-ին։ Սակայն փաստացի արձանագրված 270 օրվա կամ մոտ 9 ամսվա ուշացում, որը մասնագետներն համարում են, որ այլևս հնարավոր չէ լրացնել։ Կապսի ջրամբարի շինարարությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական, այսպես աշխարհացունց խոստումներից մեկն էր, որը կեղծիք է, որը իրականություն չի դառնալու առնվազն մոտ ապագայում, եւ սա լավագույն դեպքն է, որ գոնե աշխատանքների որոշ տոկոսները կատարված են։ Իրենք խոսում են ակադեմիական քաղաքի մասին, սրանից առաջ 2021 թվականի ընտրություններից հետո ասում էին, որ չինական ընկերություն է եկել Հայաստան եւ նոր քաղաք է կառուցելու 10-ից 15 միլիարդ դոլարի ներդրմամբ, իսկ 2018-ից անմիջապես հետո ֆեյք գործարաններ էին բացվում մի շարք, որոնց բացմանը մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, բացվեց էլեկտրատեխնիկայի հավաքման արտադրամաս, որը չգործեց, բացվեց գազաբալոնների արտադրամաս, Վանաձորում, որը չգործեց, իրանական մեքենաների հավաքման արտադրամաս, որը էլի գոյություն չունի, ինքնաթիռների թևերի արտադրամաս, որը բնականաբար գոյություն չունի, եւ տասնյակ նման պրոյեկտներ ամենալուրջ քննարկվածից մինչև հասնենք ամենաանլուրջին Արարատի մարզի կոկորդիլոսաբուծարանից, մի խոսքով այս բոլոր խոստումներից մնաց միայն Գարիկ Սարգսյանի կոկորդիլոսագետ մականունը եւ իր գիտական աշխատանքը առայն, որ կոկորդիլոսները ժամանակին թռել են եւ թռչուն են եղել։ Իրավունք թերթը գրում է. Գործադիրում մեր աղբյուրների համաձայն կառավարության վերջին նիստից հետո Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Վերջինիս նա մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ։ Մեծ խոսում էր, թե թող վրաս, ես այդ հարցը կլուծեմ, թողեցի, ինչ արեցիր, մոտավորապես այսպես է ըստ աղբյուրի կշտամբել Արայիկին Փաշինյանը։ Հետաքրքիր է, թե այդ աղբյուրը ով է եղել եւ ոնց է լսել այս մարդկանց խոսակցությունը, բայց միևնույն ժամանակ սա Փաշինյանի ֆիասկոն է, եկեղեցու շուրջ տեղի ունեցողը, եւ ոչ առաջին հերթին Արայիկ Հարությունյանի։ Արայիկ Հարությունյանը ուղղակի այդ գործընթացում դամքաշ է եղել, ինչպես կասեր ժողովուրդը։ Հրապարակ թերթը գրում է. Չնայած շրջանառվող տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր շրջիկ հավատախումբն այս կիրակի Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է ասպատակելու եւ որոշել են հենց Մայր տաճարում ոչ կանոնակարգային ապօրինի պատարագ մատուցել, սակայն հավանաբար Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ սա կլինի իր անփառունակ արշավի վերջնական ֆիասկոն, ուստի երեք հայտարարեց, թե Գառնիում Սուրբ Աստվածածին եկեղեցի է գնալու Կոտայքի թեմի տիրադավ առաջնորդ Տեր Առաքել arczepiskopos Քյարամյանի թիմում հերթական ներկայացումը տալու։ Սա նշանակում է, որ մի կողմից Փաշինյանին չի հաջողվում ընդլայնել համախոհների շրջանակը, նոր դավաճաններ փոկել եկեղեցուց, մյուս կողմից ակնհայտ է հասարակության մերժումն ու վրդովմունքը, իսկ տերորով բերվող մարդկանց քանակը բավարար չէ, որ գոնե հոգեբանական հաղթանակ գրանցեն։ Մեզ պատմեցին, որ օրեր առաջ
երբ լուր էր տարածվել, թե Էջմիածնի վրա են գրոհելու, Արմավիրի մարզպետարանում դժգոհություն էր բարձրացել։ Բանն այն է, որ դեկտեմբերի 18-ի տաճարի վրա առաջին գրոհի կուրատորն Արմավիրի մարզպետն էր, որի վրա էր դրված մասովկայի ապահովման հարցը։ Սակայն անգամ ԿՊԱ-ականներից ու իրենց համակիրներից շատերը դեմ են եկեղեցու դեմ արշավելուն։ Պետք է նկատել, որ երեկվա այդ հայտարարությունը փաստորեն Նիկոլ Փաշինյանի կողմից կամ իշխանությունների կողմից արված, որ իրենք մայրաթոռում չեն պատարակ մատուցելու, ֆեյք պատարակ մատուցելու, այլ գառնում, շատ կարևոր արձանագրում է։ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 18-ից հետո հասկացել է, որ չունի հանրային աջակցություն եկեղեցու վրա արշավանքի մասով, հասկացել է, որ իրեն միացած տիրադավ հոգևորականները զրոյին ձգտող հեղինակություն ունեն իրենց թեմերում եւ հասարակության մեջ, չի կարող Կճոյանի առաջնորդությամբ կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասում Բենթլի Սամոյի առաջնորդությամբ եկեղեցու բարենորոգման շարժում գործել։ Բենթլի Սամոյի աշխատակիցը նաև ստորագրահավաք էր սկսել, մի կայք էին բացել, որի անունը չեմ ուզում ասել, չգովազդելու համար, եւ այն լայնորեն տարածում էին ԿՊԱ-ականների շրջանակում, որտեղ ստորագրահավաք էր սկսված, Վեհափառ Հայրապետի դեմ, եւ այդ ստորագրահավաքին այս վերջին 10 օրերի ամբողջ աշխատանքի արդյունքում միացել է 470 մարդ, եթե դրանք իրական մարդիկ են, որտեղ on-line է, ցանկացած մեկը կարող է մի քանի անունով գրանցվել։ Եվ սա ցույց է տալիս այս խորը տապալումը այս իշխանությունների։ Բայց մյուս կողմից սա այս իրավիճակը կարող է նմանվել 1994 թվականի Արցախյան պատերազմում մեր արձանագրած հաղթանակ, որը բերեց այսպես հանգստության, մի պահ ուշադրության կորուստ եղավ, ուշադրության կենտրոնացման կորուստ եղավ, դե մարդիկ համարեցին, որ հաղթել են, այլևս ուժեղանալու, վերափոխվելու, նոր ուժեր կուտակելու անհրաժեշտություն չկա, եղան իհարկե փոփոխություններ, աշխատանքներ, բայց այնուամենայնիվ կար այդ մեծ մոլորությունը, որ մի անգամ հաղթել ենք, անընդհատ էլ կհաղթենք։ Հիմա շատ կարևոր է, որ եկեղեցին եւ եկեղեցու աջակիցները այս մոլորության մեջ չընկնեն, չկարծեն, թե Նիկոլ Փաշինյանը հետ է կանգնելու, այո, Փաշինյանը պարտվել է եւ հետ է քաշվում այս պահին, բայց հետ է քաշվում նոր ուժով հարվածելու համար։ Վստահաբար Փաշինյանը վերջնականապես հետ չի քաշվել եւ ձեռքերը չի բարձրացրել, չի հանձնվել։ Սա շատ կարևոր է արձանագրել այս իմաստով։ Փաշինյանը դեռ գալու է, Փաշինյանը դեռ փորձելու է հարձակվել եկեղեցու վրա եւ դրան պետք է կազմու պատրաստ լինել։ Գլխավոր նպատակները, որոնք դրված էին այս տարվա համար, այո, տապալվեցին, որովհետեւ ԿՊԱ-ականները տարբեր առիթներով խոսում էին, որ Վեհափառ Հայրապետը մինչև նոր տարի հեռանալու է եւ իրենք 2026 թվականը դիմավորելու են առանց Գարեգին II կաթողիկոսի։ Սա տեղի չունեցավ։ Այս պահին գլխավոր գրոհը պիտի լիներ դեկտեմբերի 28-ին, դա տեղի չունենալու, տեղափոխել են Գառնի։ Եվ լավ է, որ սա տեղի չունեցավ, լավ է, որ այս մարդիկ առաջին փուլում պարտվեցին, եւ դա պարտվեցին առաջին հերթին Վեհափառ Հայրապետի կամքի արդյունքում, հրաժարական բառն էլ չգիտեմ ճիշտ է օգտագործել թե չէ։ Մի խոսքով չհեռանալու որոշման արդյունքում, հոգևորականների ամուր կանգնելու արդյունքում, քաղաքացիների եկեղեցու կողքին կանգնելու արդյունքում եւ նաեւ լրատվամիջոցների ու հանրային քաղաքական գործիչների աշխատանքի արդյունքում։ Այնպես որ պետք է հասկանալ, որ աշխատանքը պիտի շարունակվի այս ուղղությամբ։ Հրապարակ թերթը գրում է. տարեվերջյան խնջույքներից ձեռնպահ չեն մնում նաև ընդդիմադիրները։ Տեղեկացանք, որ 3 կոնգրես հյուրանոցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր թիմին հավաքել է մեկ հարկի տակ։ Մասնակցել են ոչ միայն Հայաստան խորհրդարանական խմբակցության падգամավորները, այլև падգամավորների օգնականները, փորձագետները։ Դեկտեմբերի 28-ին էլ Հոյդան է գալիս ամանորը նշելու։ Շաբաթ օրն էլ ՔՊ-ի կորպորատիվն է լինելու Արտաշատի Ադանա ռեստորանում։ ՔՊ-ում 3 ոմանք չարախնդում էին, որ շատերը հաջորդ օրը Փաշինյանի մասնակցությամբ ֆեյք պատարակին չգնալու համար հիմնավոր արդարացում կունենան, խումարի մեջ կլինեն ու չեն կարողանա մասնակցել։
Հրապարակ թերթը գրում է. մի շարք ահազանգեր ենք ստացել, որ ՊԵԿ-ը հարկային տերորի է ենթարկում տնտեսվարողներին, հատկապես համայնքներում փոքր ու միջին ձեռնարկատերերին։ Մեզ ասացին, որ հարկային տեսուչներն այնպիսի տուգանքներ են գրում, որ տվյալ ձեռնարկությունները հայտնվում են փակվելու եզրին։ Տեսուչներն արդարանում են, թե տարեվերջ է, իրենց վրա պլան է դրված։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանն ամբիոններից հարկ վճարողին հերոս է անվանում, բայց տակից քերում է նրանց, հավանաբար, որ հաջորդ տարի ընտրություններից առաջ կարողանա պետական ընտրակաշարք բաժանել պետական հիմնարկներում եւ լրացուցիչ ձայներ ստանալ իրենց եկամուտն ամեն ինչից վեր դասող զանգվածից։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի ելույթները, անդրադարձը տնտեսական խնդիրներին, Նիկոլ Փաշինյանի առաջարկները, որ 63-ից հետո ճիշտ ժամանակն է թոշակառուները բիզնես սկսեն եւ տնտեսության վերաբերյալ բոլոր այն հիմարությունները, որ ասում են, անընդհատ ինձ հիշեցնում է մի անեկդոտ, որը լսել եմ Զորիկ Գալստյանից տարիներ առաջ, ուրեմն որոշ փոփոխությամբ հիմա ձեզ կպատմեմ։ Պայմանական ԿՊԱ-ական Բաբկեն Թունյանի հարևան Պողոս ու Պետրոսը դաշտում նստած են իրենց համար եւ իրենցից փոքր հեռու կա 2 կտոր թրիկ։ Պողոսը Պետրոսին ասում է. եթե թրիքը ուտես, քեզ $100 փող կտամ։ Սա վերցնում ու ուտում է, $100 հանում տալիս է։ Պետրոսն ասում է, այ եթե դու այն մյուս կտոր թրիքը ուտես, $100-դ կվերադարձնեմ։ Պողոսը ստիպված իր փողը հետ ստանալու համար բռնում ուտում է այդ թրիքը, փողը հետ է ստանում ու զարմացած Պողոսը դիմում է Պետրոսին, ասում է, ըստ Պողոսի իրենք հիմարություն են արել։ Ասում է, որ իրենք երկուսն էլ փաստորեն թրիկ կերան, բայց իրենց գրպանների պարունակությունը չփոխվեց, նույնը մնաց։ Այդ պահին հայտնվում է Նիկոլ Փաշինյանը եւ ասում է, գիտեք, դուք հիմարություն չեք արել։ Ձեր այս գործողության արդյունքում երկրի ՀՆԱ-ն աճեց $200 եւ դուք ամեն մեկը դեռ $40 շահութահարկ եւ եկամտահարկ պիտի վճարեք։ Ավելացված արժեքի հարկ պիտի վճարեք պետությանը։ Այնպես որ բրավո Պողոս եւ Պետրոս, Բաբկեն Թունյանի հարևաններ։ Այս անեկդոտը շատ լավ պատկերացում է տալիս Փաշինյանի տնտեսական մտքերի, տնտեսության վերաբերյալ իր առաջարկների մասին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի վերջին նիստը պետք է լիներ պետության ինքնամաքրման հարթակ, փոխարեն այն վերածվեց քաղաքական ցինիզմի բաց ցուցադրության։ Ժողովուրդ օրաթերթի լրագրողի ֆիքսած մի դրվագը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողքին նստած է Ազգային ժողովի ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ոչ թե տեխնիկական մանրուք է, այլ խորքային ախտի խորհրդանիշ։ Խոսքը այն Արթուր Հովհաննիսյանի մասին է, որը հանրային հիշողության մեջ մնացել է ոչ թե պետական մտածողությամբ, այլ լեզու ու ականջներ կտրելու սպառնալիքներով, ուղղված ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանին։ Խոսքը նույն այն падգամավորի մասին է, որը ԱԺ ամբիոնից զբաղվել է բացահայտ զրպարտությամբ, որի առանձին դրվագներ տարբեր դատարանների վճռով են հաստատվել։ Նույն քաղաքական գործչի մասին է, որի վարքագծում տեղ են գտել կին падգամավորի թիրախավորմամբ զազրելի դրսևորումներ եւ որի անվան շուրջ տարիներ շարունակ շրջանառվել են թմրանյութի գործով անցնելու պաշտոնական տեղեկություններ։ Դե էլ ուրիշով պիտի հանրապետական թաղապետի օգնական խորհրդական Աննա Վարդապետյանի կողքին պիտի նստեր, իհարկե Միքայել Մինասյանի նախկին աշխատակից, ընկերոջ նախկին աշխատակից Արթուր Հովհաննիսյանը։ Հրապարակ թերթը գրում է. նախկին Սևան հյուրանոցի տարածքը տասնամյակներ առաջ սեփականաշնորհվել է բրիտանահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանը, որը հյուրանոցն ապամոնտաժեց, սակայն տեղում շինարարություն չիրականացրեց։ Մեր տեղեկություններով այժմ տարածքը գործարարի ձեռքից վերցնելու գործընթաց է սկսել դատախազությունը։ Հայց է ներկայացվել դատարան, Կարուսել Establishment ընկերության դեմ, որի հիմնադիրը Մանուկյանն է։ Դատախազությունը պահանջում է դադարեցնել մոտ 4000 քառակուսի մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը։ Մինչև անցնենք պոլիտիկայի մի հրապարակման, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։
Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, եւ այսպես երեք հայտնի դարձավ, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի Խաշլամա Արամի որդին Հրաչյա Հովհաննիսյանը ԿՊ վարչության կողմից գրանցվել է 2026 թվականի ընտրությունների համամասնական ցուցակում։ Մամուլում հրապարակված նյութերի համաձայն Խաշլամա Արամի որդին Հրաչյա Հովհաննիսյանի անունը կապվում է կոռուպցիոն բնույթի գործարքների եւ համայնքային հողի ապօրինի օտարման հետ։ Մեր տեղեկություններով Խաշլամա Արամի որդու առաջադրումը էական նշանակություն ունի ընտանիքի համար։ Եթե կարողանան Արարատի մարզում ԿՊ-ի համար տեսանելի քանակի ձայներ ապահովել, ապա ոչ միայն Հրաչյա Հովհաննիսյանը կդառնա падգամավոր, այլև Խաշլամա Արամը կվերադառնա ոստիկանական համակարգ եւ կրկին բարձր պաշտոն կզբաղեցնի։ Արամ Հովհաննիսյանը ըստ որոշ տեղեկությունների հույս ունի, որ Արարատի մարզում ձայներ հավաքելու գործում իրեն օգտակար կլինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա հրաշալի է տիրապետում ձայներ հավաքելու մեխանիզմին։ Արամը կարծում է, որ եթե Թոխմախի մհերը կարողացել է տեղավորվել Փաշինյանի իշխանական համակարգում, ապա միտեղ էլ Աբրահամյանի համար կգտնվի։ Իսկ դրա համար պետք է, որ Խաշլամա Արամի որդու անվան տակ ԿՊ-ի համար ձայներ ապահովվեն։ Այս պահին դեռ հստակ չէ, արդյոք Հովիկ Աբրահամյանը պատրաստ է Արցախը հանձնած ու եկեղեցու դեմ դուրս եկած ԿՊ-ի համար ձայներ ապահովել։ Դա ցույց կտա ժամանակը։ Ես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ կորցրել է ժողովրդական աջակցությունը լիարժեքորեն, հայտնվել է 2017 թվականի ՀՀԿ-ի վիճակում, երբ գործող իշխանական թիմին աջակցում էր միայն պետական ապարատի որոշ մասը, 10-15%-ի մասին է խոսքը, իսկ 10-15%-ով իշխանություն պահել հնարավոր չի։ Ինչ պետք է անել։ Պետք է, քանի որ լրիվությամբ տեղավորվել է ՀՀԿ-ի մուդի մեջ, պիտի ուրեմն օգտագործի բոլոր այն գործիքները, որը ժամանակին օգտագործել է Հանրապետական կուսակցությունը։ Ուրեմն պիտի առաջին շարք վերադառնան, ԿՊ ճակատ վերադառնան, կրիմինալ մարդիկ, կոռուպցիոներներ, նախկին պաշտոնյաներ, պետության հաշվին հարստացած մարդիկ պիտի գան ու փորձեն ձայներ ապահովել ԿՊ-ի համար եւ իհարկե դրա փոխարեն հետո ընտրություններից հետո կպարգևատրվեն, ինչպես ժամանակին պարգևատրվում էին հանրապետական կամ մյուս իշխանությունների կողմից։ Այնպես որ սա շատ իրատեսական եմ համարում, պատրաստվեք նրան, որ կվերադառնան հանրային օրակարգ այն բոլոր դեմքերը, որոնց դեմ դուք պայքարի եք դուրս եկել 2018 թվականին։ Մյուս կողմից այս իրադարձությունները, այս անունները, որոնք հնչում են, որոնք միանում են քաղաքացիական պայմանագրին, Նիկոլ Փաշինյանի հայրենադավ խմբակին, ցույց են տալիս մի բան, որ կեղծ էին մինչև 2018 թվականը եղած դիմակները, թե այս մարդը ուժեղ մարդ է, այս մարդը չհանձնվող մարդ է, ահա այս մեկը հայրենիքի համար է կռվել։ Ես կարող եմ ասել, այս տարիներին ֆիքսված մի անուն կա, մարդ կա, որը պարզվեց նախորդ համակարգում այդ մարդու անունը շատ է քննադատվել, բայց միակ մարդն էր, որը այդ պարզվեց դիմակ չէր, ինքը իրականում այդպես ուժեղ մարդ էր, չնայած իր քաղաքական մոտեցումները ինձ համար անընդունելի, խոսքը Ռուբեն Հայրապետյանի մասին է։ Միակ մարդն է, որը ոչ համագործակցեց Նիկոլ Փաշինյանի հետ, ոչ հետ կանգնեց, ոչ փորձեց տակից Փաշինյանի համար իբր ձայներ ապահովել, որ հետո իրեն լավ վերաբերվեն։ Այսօր այսքանն ենք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից։ Եթե իհարկե մամուլի հրապարակումներ լինեն եկող շաբաթ, մենք անպայման այս ֆորմատում դեռ կհանդիպենք, իսկ եթե ոչ, սա կլինի մեր վերջին հանդիպումը, ուստի ես ցանկանում եմ, որ եկող տարին ձեզ համար լինի բարիքի եւ հաջողությունների տարի, ինչպես նաեւ հիշում եք մեր մանկության տարիներին կար մի ֆիլմ «Մեր բակ» էր կոչվում, որ բախտ նայողը գալիս էր ու
նավսը տնից հանում էր, հա։ Այդպես մի բախտ նայող էլ գա կառավարությունից ու Հայաստանի Հանրապետությունից նավսը Նիկոլ Փաշինյանի տեսքով հանի։ Շնորհակալ եմ ցտեսություն։